Ժողովուրդ մեր մոտ այնքան շոկ է, այս խեղճկատվի վիճակը նայեք հլը, ես այսքան օրը տանում եմ ամբողջ մազերը կտրեմ, որտև շատ մեղ կա, Միշա, շատ շոկ է, Միշ, շատ ես շոքում, ինչ մեղք ես դու, շատ մեղք ես, հա, ճիշտ ես ասում, շատ է շոքում ես խեղճ երեխան ժողովուրդ, Ոյ, ընկերներս տունը հավաքեցի, այսպես մաքրեցի, ամեն ինչ դրեցի իրանց տեղերը, ու համարյա ստեմ երկու հատ բաժակա մնացել, ու վերջ ընկերներ ջան, բասեք մի հատ ձեզ ցույց տամ իմ նոր օրքիդեան ինձ նվեր բերած, էլի հյուրեր ունեինք տան համար եկել էին նայելու, ասեք լույսը վառեմ, նայեք ես գեղեցկություն ունեք, ինչ շատ ասենց, ինչքան արմատներ ա տվել, չէ, Հələ տեսեք, շատ գեղեցիկ է, այս երեխայինի խաղալիքներից է, տանում եմ դեն նետեմ, ես ամեն ամիսը մեկ ռևիզիա եմ անում, տունը խոհանոցում, երեխայինի սենյակում մեր շոյերի մեջ, ինչը որ մենք չենք օգտագործում, մի քիչ վնասված է, ժողովուրդ մի անգամից դեն եմ նետում ու կարողանում եմ այս մաքրությունը պահեմ հələ որ Եթե իրերը այնքան շատանան, որ ես չկարողանամ կառավարեմ, այդ դժվար կլինի մաքրել Այդ իսկ պատճառով ընկերներ անընդհատ տենց ռևիզիաներ եմ անում, որպեսզի կարողանամ մաքուր պահեմ, բայց այս գեղեցկությունը իհարկե։ Ստեղ էլ տեսեք ինչա, ինչ որ զատիկ են դրել, բայց իսկական չէ, բայց շատ սիրուն է շատ։ Այսպես։ Միշա, մի հատ բոլորին բարևի քո նոր սանրվածքով։ Միշա Դարել է առյուծ, ճիշտ այնք աղջիկ է, բայց դարել է առյուծ, մի հատ պոչիկը նայեք, հլը սրա պոչիկը, տեսեք ես ինչ պոչիկ է, այ մարդ ես ինչ պոչիկ է, նենց մեղք էր, շոքում էր, հիմա լավ է, չէ Միշ, էլ չես շոքում, չէ Միշա, Միշա, սիրունս, ժողովուրդ, արդեն համարյա վերջացրեցին ես աշխատանքները ստեղ, ես մնացել այս ցայտաղբյուրը դնեն սրա վրա ու դնեն ծորակը Ուր վերջ էստեղ ջուրել կլինի արդեն, ես պետք է ամբողջ այս ավազը ես ինքս մաքրեմ, ժամանակ չկորցնեմ վարպետները դրա վրա, այստեղ կլինի ցայտաղբյուր, ես հետագայում սա ամբողջը կլինի կանաչ, ես իմ ճանապարհն է, այստեղ անելու եմ այդ բույսերը, որտեղ աճացնել եմ բանջարեղեն եւ այլն, այստեղ եմ ուզում անեմ, այստեղ մի հատ հոր ունենք, սենց բարձրացրել են մի փոքր այդ հորը իրանք, Ոյ, այստեղ արդեն տեսակ խոհանոցի հատվածն է, այս էլ տեսեք արեցին ես քարերը, կոչվում է իտալերեն կոպրիմուրո, ոնց որ կափարիչ լինի էլի պատի վրայի, այս ցանցն են համարյա թե վերջացրե քիչ մնացել, ընկերներ, այսպիսին է, այս նստելու տեղ է լինելու, սրա վրա սենց կարող ենք նստել բոլորս, բացի հետ իհարկե կլինի աթոռ, սեղան եւ այլն, Եթե հյուրեր գա, ես մտածում այստեղ կդնեմ սեղանը կբացեմ մեծ, ստեղ կլինի հանգստի զոնան։ Իսկ եթե մենակ մենք կլինենք մեր ընտանիքով, ժողովուրդ, այս անկյունային սենց լնել այս խոհանոցը, սեղան ուզում դնեմ այստեղ։ Մեր համար ասենք 5 հոգանոց սեղան, փոքր, այդ բացովի սեղան։ Կդնեմ այստեղ այս սիրուն այս ծառի տակ։ Իսկ թվում է այստեղ կարելի է հավես նստել ու լանչ անել, չգիտեմ, ինձ տենց հա թվում ժողովուրդ։ Այսպես ստացվեց, հիմի տեսնենք, երբ ենք ունենում գումար, որ շարունակենք այս խոհանոցի հատվածը, որովհետև դեռ ամբողջը սրա համար չենք վճարել, մենակ 2500 եվրո տվեցինք այս քարերի համար, կոչվում է ավտոբլոկանտի, այս կարմիր քարը, ստեղ ավելի լավ այրում, մի քիչ մաքրել եմ, չնայած էլի կեղտոտ է, այս սրա համար մենակ տվել ենք 2500 եվրո այս քարերի համար, աշխատողներին, ցանցերին, պատերին, չպատմեմ ինչքան գումար արժի ժողովուրդ, չնայած եթե ձեզ ինչ-որ մեկին հետաքրքիր է դուք եք պատրաստում Իտալիայում գործանեք, ինձ գրեք կոմենտարներ, մեծ սիրով կպատասխանեմ այդ հարցերին, եթե ձեզ հետաքրքիր են արժեքները եւ ոնց է այդ ամեն ինչ աշխատում։ Ոյ ընկերներ, հիմա մնում այս պատը, որն է խոհանոց պատրաստել քարից, գնել բարբիկյուն, գնել պիցայի վառարանը, գնել լվացարանը, պատկերացնում եք չէ, ինչ գումար է լինելու, այս պատկերացրեք արդեն դրեցին այս բոլոր
լուսատուները մենակ թե մեջը չկան, հա, ես ինչքան հասկանում, ես ոնց է բացում, չտանք ջարդենք խայտարը կրնենք, ես չգիտեմ ոնց է բացում, գիտեք, չեմ անում, փակա, որովհետև դուրսնա, որ անձրևի ջուրը չլցվի վարդակներին, հետագա մեջերը կտեղադրի վարդակները, այստեղ արդեն ունենք ջուր ընկերներ, ջուր ունենք, լվացանը չունենք, այսեր ինչ-որ մի քիչ ծուռ, հա, բայց դե լավ է, վերջնական չի ամեն դեպքում, պետք է այստեղ գնել ծորակ, էլի։ Մնացած ամենի համար պետք է հավելյալ գումարներ ընկերներ։ Հələ այսքանը կարողանանք միջև վերջ վճարել, քանի որ աշխատողներ մեր ընկերներն են, իրանք կարողանում են սպասեն, միջև մենք կարողանանք իրանց վճարենք ընկերներ, որտեղ անհնար է այդքան գումար մի անգամից եւ ապրանքի համար վճարել եւ աշխատողներ եւ այլն։ Այնպես որ մենք այս ուղու վրա ենք ժողովուրդ։ Ես այսքանի օր կգամ մի հատ էս կփորձեմ մաքրեմ, էլ էս այնտեղ ամբողջը ցեմենտ, չգիտեմ ինչա։ Հեսա իմ կարխերի ոնց է դրա անունը, գալու է իմ իտալերեն ասում ենք իդրոպոլիտրիչը, չգիտեմ հայերեն ոնց կլինի, որ sense մեծ նապորով ջուրա, որը լվանում է ամեն ինչ, էսա կգա։ Այնպես որ կփորձեմ ես սա մի հատ ինքս լվամ, շատ հավանեցի սա, այս կլորավուն, այս ձևը շատ դուրս եկա։ Դեստեղ էլ արդեն մեքենաների պարկինգն է լինելու։ Տեսնենք մնացածը երբ կհասնենք, հա, մեկը գիտեք ինչ ենք արել, ժողովուրդ, մեր արևին բան ենք, այգեպան ենք խաղում, նայեք ինչ ենք տնկել, այս տեսնում եք սենց ընկերներից մեկը մեր նվիրել էր մեզ բիբար, բայց չգիտենք ինչ բիբար է, կծույա, քաղցրա, ընդհանրապես գաղափար չունենք, բիբար են մեզ նվիրել, տնկիներ էլի, մենք էլ այդ տնկիները ստեղ բերել ենք, սենց տնկել ենք, որտև հələ ուրիշ տեղ չունենք տնկելու, պատրաստ չի ոչ մի բան, որպեսզի տնկենք ընկերներ, այնպես որ սենց մեր հնարավորությունների չափով տնկել ենք, տեսնենք սրանից ինչ-որ բան դուրս կգա թե ոչ, այնպես որ սպասում ենք ընկերներ, տեսնենք ոնց կլինի, այսքանը մեր նորություններից, բարի լույս ընկերներ, լսում եք ոնց են ծիտիկները երգում, մաքրեցի ամբողջ ավազը այս տերասայի վրայից, հիմա ինձ մնում է միայն լվանամ, այսպիսին է, մաքրած վիճակում այսպիսին է, դեռ էստեղ ոչինչ չի աճում, այնտեղ ոչինչ չի աճում, դեռ էս վիճակն է, բայց այսպիսին ստացվեց ճանապարհը, եւ վերջում այս ցայտ աղբյուրը կլինի, Հեսա տեսնենք եփ են գալիս այլ դնել վրան, ես մաքրեցի ժողովուրդ։ Այսպիսին ստացվեց, այս ամբողջ այս ավազներ, որը վրան էր լցված, որ այս արանքները լցնեն, այստեղ այնքան են գնացել է կես ցեմենտոտ ոտերով բանով, այսքանը սպիտակել է, այսա երբ որ կարխերը կգա, մի հատ կփորձեմ լվանալ, որտեղ իր գույնը այս է։ Այն մուքն է, էլի, ոչ թե սենց սպիտակ։ Այսպես ընկերներ, այսպիսի վիճակ։ Ընկերներ, տեղափոխեցինք այս մեր բլոկերը այստեղ, որտեղ սա պետք է գալու մեր մի կտորել ունենք այգի, շենքի ոնց որ կողքի հատվածում, փոքրիկ, երևի 2.5-ը մի 10 մետրի այդտենց ոչ մեծ այգի է, սրա նման չի, էլի։ Բոլոր այս մեր շինարարական աղբը սենց ասած բերեցինք ստե, որպեսզի այս ընդհանուր տարածքը ազատենք, չնայած մեր հարևանին դեռ չի ազատել եւ աղբանոց է, բայց դե այս փայտերն որ պետքա դեն նետեմ դուրս չեն գալի, շատ մեծ են, այս ամբողջ աղբը պետքա թափել, հիմա տեսեք ինչ եմ անում, ով կկռահի ընկերներ, բազմոց եմ պատրաստում պալետներից, հիմա մտածում եմ այս բարձրության անեմ, թե երկու հատիկը հերիք, հա, հիմա պետք է մի հատ կոնստրուկցիա մտածեմ, ժողովուրդ, ես կյանքում սենց բան չեմ արել, ոչ թե տեսել եմ ոնց են անում, հեսա ինչքան իմ միտքը տալիս է, սենց ասեմ, կփորձեմ սա իրականացնել, տեսնենք ոնց կստացվի, իրականացնեմ, թե այս դարձնեմ իր մեջքը, այս երկու հատիկը հերիքա, ցածր է մի քիչ, բայց չեմ կարող այգու այդ ոճի հետ խոսում ասենց մայր, հետո իհարկե վրան բարձ եմ դնելու սենց մեծ կամ երկու հատ առանձին, չգիտեմ հլը, այս ժամանակավոր, մինչև որ ի վիճակի կլինենք գնել այլ բաներ ընկերներ, այս մի հատ
հովանոց եմ բերես տեդերը, բայց ես գիտեք ինչի համար է, որ գնաք լողապ ավազի համար չի մտնում հողի մեջ, բայց մի կերպ դրել եմ, պատրաստել եմ իմ ամբողջ արսենալը, մեխեր, ավիտատորը ոնց է հայերենով գիտի, շուրուպավյորդ ռուսերեն գիտեմ, բայց հայերեն չի, ես էլ բանա, սղոցա, էլեկտրական որն է, զարյատկայով է, հա, զարյատկա, մարտկոցով, հա, ամբողջը Milwaukee բրենդից է, այս նորա ամուսինս այն ծառը նվիր է, պուջուրիկ սենցնես լավ, նոնենց եմ ես իրան սիրում, ամբողջ տան կահույքը դրանով եմ հավաքի ընկերներ, երեխեքին այսօր արդեն բերել եմ ստե, հենա հեծանիվներից կտեսնեք, եկան, մի լավ խաղացին, գժվեցին, վազեցին, ընգան, այս էլ գցեցին գետնին, այս ցանցնա որ հələ պետք է անեն հələ չեն արե, հա, այս փայտերը բերել ենք ստեղ ցեմենտ է, որը հələ պետք է օգտագործելու համար, այս էլ մեր փայտերն է, այդ ընդհանուր տարածքից բերել ենք ստեղ, որտեղ մենք անում ենք ասունի մեր այգին, արդեն ձեզ ցույց եմ տվել, եւ այս մասը ոնց որ ամբողջ ընդհանուր է, ինչև է, հիմա ուզում հասկանամ, այս բարձրության դնեմ, թե այն երկու հատը բավարար է, ինչ եք ասում ընկերներ, նենց էլ ծանր է, գիտեք, պարզվում է ծանր, ես գիտեի թեթև է, այսպես, անցնեմ գործից ես ընթաց ցույց կտամ, ժողովուրդ, դարել եմ իսկական այգեպան, նայեք ինչ եմ գնել, հատուկ այսենց ֆորմաներ եմ գնել, սենց տակը բացվածքներով, հողը հեսա հատուկ կտեղադրեմ, իմ բազմաթիվ սերմերով, որ հիշում որ գնել էի, Լոլիկի, Բադրջանի եւ այլն, հիմա ուզում ամեն մեկի մեջ տեղադրեմ, թողնեմ այգում, ու տեսնեք երբ կծաղկեն ընկերներ, երբ կտան մի քիչ ծիլեր, կտեղափոխեմ այս հողի մեջ, արդեն այս բաց տարածքում կտեղափոխեմ, այնպես որ հաջողություն մաղթեք ինձ, առաջին անգամ կյանքում ինչ-որ բան եմ տնկում ժողովուրդ, սա իմ համար, չգիտեմ, չէ հեքիաթ է, ես այս այգուց չեմ էլ ուզում տուն գնամ, ընկերներ, ելով այն նման, հլա ասեք։ Ընկերներ, հիշում եք, ասեցի, որ պատվիրել եմ Էսելունգա սուպերմարկետից բոնուսներով, հետաքրքիր բան, եկել է, այս սա եմ պատվիրել ընկերներ, կարճ էր, թե կարճ էր, ես տենց էլ չհասկացա միջև ոնց է կոչվում, սա եմ պատվիրել շատ ուժեղ նապորով ջուր է տալիս, որ կարելի է լվալ եւ մեքենա, եւ այգին, եւ ինչ ասես ընկերներ, հիմա եկեք իրար հետ բացենք, եթե չեմ սխալվում մոդելը հենց սա կա 3, այդքան նոր մոդել չի, որտեղ հիմա կա 7, բայց իրենց կատալոգում միայն սա ընկերներ, ես սա վերցրեցի, եկեք իրար հետ փորձարկենք, տեսնենք դանակ, փորձենք բացել, գիտեք չէ, մի շաբաթ տանը դրած է, երևի ամբողջ նույնիսկ, ես ժամանակ չունեմ նույնիսկ բացեմ ժողովուրդ ջան, շատ խառը ժամանակահատված էր ինձ համար ընկերներ, կներեք, որ երկար ժամանակ դուրս չէի գալիս, որևէ տեղեկություն չկար, որտեղ ճիշտ որ ասեմ, ոչ տրամադրություն ունեի, ոչ ցանկություն ունեի, այնպես որ այսա նրա ինստրուկցիան է, ենթադրում եմ ոնց պետք է օգտագործել, տեսնենք մեջ ինչ է, ես եւ մեկներս պետք է հավաքենք, հա, ոնց հասկանում եմ, որտեղ սենց է, երևի թե այս ակերը պետք է 0-ից հավաքել ընկերներ, հա, եթե ես ճիշտ եմ հասկանում, այսպես, եկեք բացենք իրար հետ ինչ վրա, չեմ սիրում ես ամենը հավաքել արդեն, տեսեք, բայց ինչ կա, նույնիսկ ես սենց բաներն առանձին, ես չգիտեմ ինչ է, ես էլ չգիտեմ ինչ է, ժողովուրդ ամեն ինչ որ առանձին է, սա երևի որ ջուրն է տալիս, իրար հետ հեսա կբացենք, հավաքենք, ինչքան էլ մանր դետալներ անգերներ, այսքան դեղարի հավաքին, ես մեզ վերցինեմ, հովեց, ինչ ծանր է, ասեմ ես բավականին ծանր է, այնպես չի, որ թեթև է, ստեղից որ համշապ է, և հանեք, մենոպ է, ես հասկանում, նույնիսկ իրը արկղից դուրս չի գալիս, ընկերներ,
հիմա։ Երևի սենց է, հա սա։ Ոչ թե սենց է, այս սենց է ենթադրում։ Այնքան ծանր է, միտիքա բան է, սենց արտաքինից, բայց շատ ծանր է։ Այնուհետև կա ինչ-որ այս սենց դետալ և կա մի հատ էլ սենց դետալ։ Հիմա բացենք ինստրուկցիան։ Այս տնենք գերպին։ Ընկերներ, հասկանանք, այս ինչա ինանից ներկայացնում։ Այս ինչա, այս ինչա։ Մեկը դիֆրանս։ Սա ենթադրում եմ նախազգուշացումներն է, թե ինչ կարելի անել։ Տեսնենք, ինչ լեզուներ կա։ Ինչ լեզու ասես կա։ Եկեք բացենք ռուսերեն, 70։ Ռուսերենով տեսնենք ինչա վերած, հետո փամատենք։ 70H։ Ինչա իրանց ներկայացնում սա։ Ամենը պետք է կարդալ, ընդհանրապես հասկանալ սա ոնց են հավաքում, հավաքել ստեղ, հա։ Ոնց հասկանում ես դետալներն են, բայց ես չկա։ Ես չկա մեջը։ Ոչ էլ կա, այս մեկը։ Սրանք կան, բայց ես չկա, ոչ էլ այս կա։ Ինչ որ կա, ընկերներ։ Հավաքենք ակերը։ Ցույց է տալիս, որ սկզբից պետք է հավաքել ակերը։ Ոնց գրած է, տենց փորձարկենք ընկերներ։ Սա դեռ դնենք մի կողմ, սա դնենք մի կողմ, ես է դնենք մի կողմ։ Սկզբից գրված է պետք է հավաքել ակերը։ Ոնց գրած է, եկեք այդպես սկսենք։ Նշանակությունը, որ ակը որտեղ այսպես, հա, ցուցադրված։ Ինչ որ բան գրված է, որ պետք է չխկա։ Ինչը պետք է չխկա և ուր չխկա, չխկա։ Եվս մի հատ պատվիր ունեի, ես անգամ Ամազոնից, մեկը եկել է, մյուսը դեռ ոչ, եկեք իրար հետ բացենք։ Այստեղ եմ թեկել, որ կյանքում չբացես։ Տեսնենք, որ մեկն է, այս մեկն է, իմացա արդեն, որ մեկն է։ Այսպես ընկերներ։ Հետաքրքիր բան եմ պատվիրել, հեսա իրար հետ կամրացնենք նաև, այստեղ էլ ոչինչ չկա։ Տեսնենք ինչպիսին է նա։ Կարելի ամրացնել սա և գրված է այս շուրուպներով և այս կլեյով, հիմա չգիտեմ, բայց կլեյով հետաքրքիր ամրանում։ Ուրեմն ուզում եմ ամրացնեմ իմ պահարանի մեջ, այսենց, որպեսզի տեղադրեմ բոլոր իմ այդ ավելներ, տարբեր տեսակի մաքրելու այդ ձողերը, որպեսզի սենց դրած չնեն պահարանում։ Եկեք իրար հետ անենք։ Այս սրանց մասին եմ ընկերներ, որ սենց դրված են, ինձ մի քիչ դուրս չի գալիս, ուզում եմ այս ամենը այստեղից հանեմ և գեղեցիկ այս պատին ամրացնեմ։ Գրված է պետք է պահել 48 ժամ, որպեսզի երևի լավ չորանա կպնի, նոր կարելի է օգտագործել։ Վերջ ընկերներ, տեսնենք ինչպես իրան կարդարացնի սա։ Ընկերներ, արդեն ամրացրեց, ինչ դիմացա 48 ժամ, որ ճիշտ ասեմ, ավելի շուտ եմ ամրացրել, հույսով եմ չի փոկվի, մամա ջան, ինչ վախենում եմ։ Այսենց նայեք, այստեղ ոնց որ այսենց կախելու բաներ ունի, այս սրանք տարբեր բաներ, այսենց եմ կախեմ, իմաստել, այսենց տեղադրել եմ, այնքան հարմար է, մոտ նայեք։
Այս ամբողջ տարածքը շատ լավ կարողացա օգտագործել, այլ ոչ թե ասենց իրար վրա գցած, այսինքն սիրուն հիմա ամրանում է։ Ու ինքը այսինքն հանայեք, ինքան հետաքրքիր համակարգ է, տարբեր լայնությունների կարող եք դնել, որտեվ ինքը լայնանում է ըստ ձեր ձողի հաստության, այսինքն շատ լավ բան էր։ 19 թե 20 եվրո արժի Amazon-ում ընկերներ։ Փնտրեք, հաստատ կգտնեք։ Շատ լավ բան է։ Ինձ շատ դուր եկավ։ Սենց նեղ տեղերի համար իդեալական նստեց իր տեղ, խնդրեմ։ Ու ամեն ինչը տեսնում եմ։ Այսպես ընկերներ։